Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ուսումնասիրություն է սկսել պարզելու, թե ինչ հանգամանքներում են Արագածոտնի մարզում մանկավարժներն ու սովորողները մասնակցել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին, ում հանձնարարությամբ կամ ցուցումով էին գտնվում այնտեղ, ինչու էր խափանվել դասապրոցեսը և ինչու են խախտվել օրենսդրական սահմանափակումները նախընտրական գործընթացներում ուսումնական հաստատությունների ներգրավման մասին։ Ակնկալում ենք այս 3 հարցադրումների շուրջ ստանալ մանրամասն պարզաբանումներ թե դպրոցներից, թե մարզից, որոնք արդեն մեզ համար հիմք կծառայեն հետագա քայլերը հասկանալու, որովհետև մի բան է, երբ որ օրինակ մարդիկ այդտեղ գտնվել են իրենց կամքով, մեկ այլ բան է, երբ որ ինչ-որ մեկի հանձնարարությամբ կամ ցուցումով են եղել։ Նախարարը շեշտում է, թե շրջաբերական գրություններով, թե հրապարակային հայտարարություններով կրթական հաստատությունները բազմիցս են տեղեկացվել հատկապես նախընտրական քարոզարշավի ժամանակ լինել ուշադիր և թույլ չտալ որևէ միջադեպ կամ իրավիճակ, որը խախտի ուսումնական հաստատությունների ապակուսակցական, ապաքաղաքական բնույթը կամ այդպիսի տպավորություն ձևավորի։ Անդրեասյանի խոսքով անկախ նրանից կպարզվի հարկադրանք եղել է թե ոչ, կատարվածն անթույլատրելի է։ Անկախ դիտորդ դաշինքը ապարանի տարածաշրջանում դպրոցների աշխատողների ու աշակերտների դասապրոցեսի փոխարեն քաղաքացիական պայմանագրի նախընտրական քարոզարշավին մասնակցելը համարում է առերևույթ խախտում ընտրական և աշխատանքային օրենսգրքերի այն հոդվածների, որոնք վերաբերում են վարչական ռեսուրսի օգտագործմանն ու աշխատանքային պայմանագրի բովանդակությանը, դիտարկում են վարչական դատարան դիմելու հարցը։ Դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը նաև նշել է, փաստեր չունեն, որ ուսուցիչներն ու աշակերտները քարոզարշավին մասնակցել են իրենց կամքին հակառակ։ Նման փաստեր եթե լինեն, տեղի ունեցածը առերևույթ կպարունակի քրեական օրենսգրքով արգելված արարքի տարրեր։ Պարտադրանքի մասին փաստեր ներկայացնողներին իրազեկ քաղաքացիների միավորումը խոստանում է մինչև $500,000 պարգև։ Եկել ենք, որ դիմավորենք մեր արևին, մեր Նիկոլ Փաշինյանին, մեր հավատարիմ մարդուն, որ շատ բան արեն այս համար։ Բերքարատի դպրոցի տնօրենն ասում է, այո, նախապես զգուշացվել են կուսակցական ու քաղաքական գործընթացներում չներգրավվելու մասին, բայց պնդում է վարչապետ ու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ նախընտրական հանդիպմանը մասնակցել են միայն այն ուսուցիչները, որոնք դասերն ավարտած են եղել։ Ուսուցիչներից մեկը լրագրողների հետ զրույցում այդ օրն ասել էր, որ դասաժամերը կրճատել էին։ Տնօրենը վստահեցնում է, դա վերաբերել է միայն տարրական դասարաններին ու այն բանից հետո, երբ դպրոցը հոսանքազրկվել էր խիստ անբարենպաստ եղանակի պատճառով։ Տեղատարապանձրևի, կարկուտի, կայծակի պատճառով հոսանքազրկում է տեղի ունեցել և ծնողների խնդրանքով տարրական դասարանների սովորողներին մի փոքր շուտ ենք տուն ուղարկել։ Դասերը ընթացել են բնականոն հունով և առավել ևս մեր դպրոցի աշակերտներից ոչ մեկ մասնակցություն չի ունեցել հանրահավաքին։ Տարրական դասարաններում կերպարվեստ, երաժշտություն և տեխնոլոգիա դասավանդող Վարդիթեր Գրիգորյանն ասում է. Դասերս ավարտելուց հետո ես գնացի պատահական տեսա համայնքի ավտոբուսը կանգնած էր։ Ասեցին, որ գնում են վարչապետին դիմավորելու։ Ասի ես է պետք է գամ, ես ուզում եմ ինձ շնորհակալությունը հայտնել, 5-6 տարի էր մենք հիվանդանոցներ ունենք, ամբողջ գումարը ծախսվավ, նույնիսկ տունը գրավի տակ դրեցինք, որ բուժման համար ծախսեր ունենային։ Հիմա դեղերը քիմիայից սկսած անվճար է։ Դա մեղք էր, որ ես գնայի շնորհակալությունս հայտնել։ Վստահեցնում է, չգիտի ուրիշ ովքեր են եղել իրենց դպրոցից։ Այստեղ 25 ուսուցիչ է աշխատում։ Տնօրենը նույնպես պնդում է, քարոզարշավին մասնակցածների թիվն իրեն հայտնի չէ։ Կենսաբանության ուսուցչուհին նշում է. Ոչ, չեմ մասնակցել, քանի որ 7-րդ ժամին ունեի դաս, 10-րդ դասանում բնագիտություն առարկա եմ դասավանդել այդ ժամին։ Ում հետ եղել են ուսուցիչներ, որոնք որ չեն գնացել, որտեղ չի հարմարվել, որ մենք կարողանայինք գնայինք։ Բայց եթե հարմար լիներ, սիրով կգնայինք։ Դպրոցում շեշտում են, վարչական ռեսուրս չի կիրառվել, իսկ քարոզարշավին մասնակցել են իրականացված ծրագրերը հաշվի առնելով, քանի որ եթե նախկինում տնից քացախ էին բերում գոնե պարզագույն փորձեր անելու համար, հիմա լաբորատորիաները հագեցված են։ Նախկինում երբեք չունեցած սանհանգույց ունեն։ Շենքում ներքին հարդարման աշխատանքներ են արվել, լուսամուտներն են փոխարինվել, ֆիզկուլտուրայի դահլիճը նորոգվել եւ այլն։ Իսկ այս տարի էլ հիմնանորոգման աշխատանքները շարունակվելու են։ Արագածոտնի մարզպետի տեղակալ եւ մարզպետի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը վստահեցնում է. Կոնկրետ այս օրվա հետ կապված եւ առհասարակ որևէ ցուցում կամ որևէ հրահանգ չենք տվել եւ մենք ընդհակառակը ցանկացած նմանատիպ միջոցառումների եւ այլ առհասարակ նման դեպքերի հետ կապված մենք մեր շրջաբերականները որ ուղարկում ենք եւ մեր խոսույթը առհասարակ մեր տնօրենների եւ ուսուցիչների հետ հետեւյալն է, որ դպրոցներում
քաղաքականությամբ չենք զբաղվում, քաղաքականությունը դպրոց չենք մտցնում, դպրոցում զբաղվում ենք բուն կրթությամբ եւ նմանատիպ բաները պետքա բացառվեն։ Դասի ժամին դպրոցում լինելու փոխարեն հանրահավաքի վայրում գտնվելու վերաբերյալ Արագածոտնի մարզպետարանը եւս ուսումնասիրություն է անում։ Խոսքը մարզի 4 դպրոցի մասին է։ Աննա Զախարյան, Դավիթ Մաճկալյան, լուրեր։